Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, հատկապես և մասնավորապես Վաղարշապատ խոշորացված համայնքի բնակիչներ, Խոյ խոշորացված համայնքի բնակիչներ, որ հիմա նոյեմբերի 16-ից հետո ընտրությունների արդյունքում արդեն կմտնի Վաղարշապատ խոշորացված համայնքի մեջ, ողջունում ենք ձեզ բոլորիդ, քարոզարշավի հետ մեկտեղ փորձում ենք նաև համատեղել այսպիսի զրույցները ձեզ հետ, հատկապես բակերում, ես իմ ելույթներում, իմ խոսքում, որը ուղղված է ձեզ, համեմում եմ ավելի շատ քաղաքական գնահատականներ, ներկայացնում եմ քաղաքական ուժերի նպատակները, մեր նպատակը ինչու ոչ, և այս համատեքստում մի փոքր գուցե ժամանակ չի լինում առանձին, անհատապես, յուրաքանչյուրիդ հետ քննարկելու մեր ծրագրերը, մեր տեսլականը Վաղարշապատ խոշորացված համայնքի հետագա զարգացման հետ կապված, և դրա համար ընտրվել է այս ֆորմատը, ողջույն Արտակ, Արտակը Եվրոպայի հայերի միության փոխնախագահն է, լավ էջմիածնեցի, հարգված էջմիածնեցի, մեր ընկերը, իմ ընկերը, և Արտակին 2018 թվականից հատկապես կհիշեք, սիրելի հայրենակիցներ, սիրելի վաղարշապատցիներ, Մանվել Գրիգորյանի դեմ իրականացված ցույցերով, այդ բդեշխական մթնոլորտը էջմիածնում արմատախիլ անողներից մեկն է, ես կասեի հիմնադիրն է, կայծն է, կրակն է, որ սկսեց այդ ամենը, Արտակը իր հետ Եվրոպայից բերել է եվրոպական փորձ, եվրոպական մոտեցումներ, եվրոպական տեխնոլոգիաների և ներդրումների ներգրավման ծրագիր, փաթեթ, և կարծում եմ մեր քաղաքը Վաղարշապատը և Խոյ խոշորացված համայնքը իբրև գյուղատնտեսությամբ հիմնականում զբաղվող և ջերմոցային տնտեսություններ ունեցող համայնք, կարծում եմ Արտակի ծրագրերը, Արտակի կապերը Եվրոպայում, Եվրոպայում ապրող մեր մյուս հայրենակիցների կապերը մեզ օգտակար կլինեն, որովհետև մենք իրականում այս պրոցեսի մեջ մտնելով համայն հայությանն ենք փորձում ներգրավել, որովհետև Վաղարշապատը, Էջմիածինը համայն հայության հոգևոր կենտրոնն է, համայն հայության հոգևոր մայրաքաղաքն է և այդտեղ կարծում եմ համայն հայությունը պետք է ներգրաված լինի, հատկապես եվրոպական համայնքում ապրող մեր հայրենակիցները, մեր էջմիածնեցիները, մեր մյուս հայրենակիցները, որոնք Վաղարշապատի բնակիչ չեն, բայց հոգով, սրտով վաղարշապատցի են և էջմիածնեցի են, ես սիրով խոսքը կփոխանցեմ Արտակին կապված, Վաղարշապատի հետ կապված, օրինակ եվրոպական ինչ ծրագրեր կարելի է կիրառել, որը կիրառելի է առաջին հերթին Վաղարշապատում, իրատեսական է, հիմքում մենք դնում ենք, մենք շփումներում քաղաքացիների հետ, հիմքում դնում ենք իրատեսությունը, հնարավորությունը և ամենակարևորը վերջում ժողովրդի մոտ սուտ դուրս չգալու հանգամանքը, որևէ պարագայում մենք իրավունք չունենք մեր հայրենակիցներին, մեր համաքաղաքացիներին, մեր բնակչությանը խաբելու, ի սկզբանե սա պետք է ֆիքսել, սա պետք է սկզբունք դառնա, ես կարծում եմ, և այս համատեքստում Արտակը մեզ կներկայացնի ծրագրեր, որոնք իրատեսական են Վաղարշապատում, մենք տեղյակ ենք Վաղարշապատում ամենասուր խնդիրներից, թափառող շների խնդիր, քաղաքի ճարտարապետական դիմագծի խզման խնդիրը, որը վերջին տարիներին էլ ավելի է խորացել, քաղաքը առհասարակ մաքուր պահելու խնդիրը կարծես թե ինքը նորմալ բան պիտի լինի, 21-րդ դարում նստել խոսել մաքուր քաղաքից, սա աննորմալ է իրականում, բայց Վաղարշապատում ցավոք սրտի այդ խնդիրը շատ խորը արմատներ է գցել նախորդ քաղաքապետի չակերտներում կառավարման ընթացքում, սրան ևս պետք է անդրադառնանք, մենք անդրադառնում ենք այս խնդիրներին, բայց որևէ պարագայում սիրելի հայրենակիցներ, սա չպիտի դիտարկվի իբրև նախընտրական խոստում, որը վաճառում ենք ձեր վրա, սա ամենակարևորն է, մենք պիտի կարողանանք սա տարանջատել, սա ֆիքսել, որ քաղաքը մաքուր պահելը, քաղաքը բարեկեցիկ պահելը, քաղաքում ներդրումներ ներգրավելը, քաղաքացիների
անվտանգությունը, որը եւս սուր եւ շատ խոր արմատներ գցած խնդիր է, եւ ինչու ոչ նաեւ համայնքային կառավարչի խնդիրն է համայնքային ոստիկանության պետի եւ այլ իրավապահ մարմինների հետ խորը համագործակցության արդյունքում, որը պիտի լուծվի։ Սրանք խնդիրներ են, որոնք իրատեսության դաշտից են, որ կարող ենք լուծել, քաղաքական կամք առաջին հերթին պետք, առհասարակ կամք պետք ամեն ինչ փոխելու եւ ավելի հարմար ու ավելի լավը դարձնելու, ու այդ ճանապարհին ամենակարևորը մենք մեր հայրենակիցներին, մեր քաղաքացիներին պիտի չհիասթափեցնենք եւ չխաբենք։ Համեցիկ։ Շնորհակալ եմ Հարութ ջան, դες ես էլ եմ միանում քո ողջուններին, ողջունում եմ Վաղարշապատ խոշորացված համայնքի մեր բնակիչներին, իմ թանկագին էջմիածնեցիներին։ Դες մեր բակային շփումներից եկանք են եզրակացության քաղաքացիների հարցերից, ինչ են ուզում, հիմնական ծրագրային մեր դրույթները։ Քանի որ ժամանակը սուղ է լինում, մենք չենք հասցնում լայնածավալ, մեծածավալ ներկայացնել մեր ծրագրային դրույթները, որոշեցինք ֆիզիկապես չենք սիրելի հասցնի։ հայրենակիցներ, սիրելի վաղարշապատցիներ, ես խնդրում եմ ըմբռնումով մոտենակ այս իրավիճակին, ֆիզիկապես Այս ձևաչափը օգտագործենք։ բակերում մտնել 3-4 րոպե, 5 րոպե, համայնքը բավականին խոշոր է, խոյ համայնքն էլ մենք պիտի հասցնենք շրջել մեր խոյ համայնքի բնակիչների հետ էլ հանդիպելու։ Դրա համար մենք ստիպված այս ծրագրային դրույթները 2 րոպեում քաղաքացուն չես կարող ներկայացնել, թե դու ինչ ես ուզում։ Դե բնականաբար 21-րդ դարը այսօրվա տեխնոլոգիաները տալիս են հնարավորություն, որ ինչ տարբերություն։ Մենք Իհարկե։ կարող ենք նաև այս ձևաչափով Իհարկե։ հաճախակի ներկայացնել, քննարկել իրար հետ, բաց թափանցիկ ժողովրդի հետ իրար հետ կհասկանանք, կներկայացնենք մեր ծրագրերը։ Մեկնաբանությունների դաշտում իդեպ վաղարշապատցիներին խնդրում եմ ակտիվ լինել, առհասարակ սիրելի հայրենակիցներ, ակտիվ եղեք եւ Տես, տարածեք։ արի գանք ուրեմն խոշորացված համայնքից, խոյ համայնքից գանք, հետո կգանք էջմիածնով կամփոփենք։ Խոշորացված համայնքի ես լինելով խոշորացված համայնքի գյուղի թոր, իմ պապիկը, տատիկը ապրել են Ծիածան գյուղում, ես ծնվել եմ, մեծացել եմ Էջմիածնում, Բազարի փողոցում, Շուկայի փողոց կոչվող այդ հատվածում, արդեն 20 քանի տարի ես ապրում եմ Բելգիայում։ Միշտապես եղել եմ Էջմիածնի կողքին, Էջմիածնի միշտ ապրել եմ Էջմիածնով ամեն օր, ամեն ժամ, ամեն ամիս, չգիտեմ, մի քիչ մեծ բառեր չասեմ ու շարունակենք այդ ծրագիրը։ Տես, արի գան գյուղերին։ Որ շրջում եմ գյուղերում տեսնում ենք ջերմոցային տնտեսությունը, գյուղատնտեսությունը եւ համեմատում եմ նույն եվրոպական Հոլանդիայի կամ Բելգիայի, Հոլանդիան ամենազարգացվածն է այդ գյուղատնտեսական կառավարման ծաղիկների ջերմոցային եւ բաց մշակման այդ հողային մշակման process-երում։ Հաճախակի ունեմ ընկերներ, ֆերմերներ, գնում են, նստում, տեսնում եմ այդ մշակման process-ը, նայում եմ 4, 5, 6 հոգով մշակում են 200 հեկտար, 300 հեկտար, այդ ամբողջը տեխնիկապես հագեցված է իրանց մոտ։ Նաև պետությունն է օժանդակում այդ առումով, բայց մարդիկ ունեն այդ գյուղատնտեսական կրթությունը, որ կարողանան մի քանի հոգով մի քանի 100 հեկտար մշակել։ Իսկ Հայաստանում հակառակն է մեր կողմերում։ Մեր մոտ 600 հոգով 6 հեկտար են մշակում։ Ու այդ այն մարդուժը, որ օգտագործում են, արդյունավետ չի, գումարային, ծախսային եւ այդ առումներով։ Ինչ էինք առաջարկում, մենք իրար այդ քննարկումները, մինչեւ ընտրությունները ոնց անենք, ոնց օգնենք այդ մարդկանց։ Տես, եթե Էջմիածնեցի խոյ համայնքի բնակիչը մեզ քվետալով վստահում է իշխանությունը, պատկերացնենք նոյեմբերի 17-ն է, աշխատանքային օրը սկսվել է, ծրագրային եւ այլ չի կարող 17-20, չգիտեմ, եւ այլ, ավականենիստ եւ այլ։ Կա մի հատ կար ժամանակահատվածում ֆերմերների հետ քննարկում ենք մենք անձամբ։ Տես, կանրադառնամ Էջմիածին հիմնադրամին, բայց այդ ֆինանսական միջոցները, որ մենք պետքա հատկացնենք գյուղատնտեսներին, ֆերմերներին, քաղաքապետարան, հիմնադրամ եւ Եվրոպական միության որոշ ֆոնդացիաների հետ համատեղ մենք հրավիրելու ենք նրանց Հոլանդիա եւ Բելգիա։ Դա համայնքից խնդրել եմ տրամադրեն երիտասարդների թարգմանիչներ։ Մեր գյուղատնտեսներն ապրելու են ֆերմերների ընտանիքներում, անձամբ երկու շաբաթվա բնականաբար կարելի է այդ արագ կազմակերպել, ոչ մի խնդիր չեմ տեսնում։ Նրանք ուրախ կլինեն քրիստոնյա համայն հայության հոգևոր կենտրոնում, ես ներկայացնում հաճախ խոսում այդ թեման, որ եկեղեցու հետ բոլորն էլ հետաքրքրված են այդ ուղղությամբ, իրանց հետաքրքրություն կա։ Նաև օգնության դրսևորում կա որպես քրիստոնյա եղբայրների։ Եվ վերջո Հայաստանի Հանրապետությունը գլոբալ առումով Եվրոպական միության անդամության ճանապարհն է բռնի, անդամակցության ճանապարհն է բռնի, այդ գործընթացն է սկսել, նաև դա պետք է նպաստի, Վերջի տարիներին կուզենամ նշեմ, որ չգանք լավ այդ եվրոպականին, բայց կուզենամ նշեմ, որ արդեն Հայաստանը ընկալելի է։
Երեկվա ֆրանսիացիները իմ խոսակցությունից հանդիպեցինք, խոսացինք, Ահա։ ինչ լավ տպավորություններով կիսվեցին մեր այդ Հայաստանի մասին, լավ ամեն ինչ ինֆորմացված եւ այլ։ Գանք նորից այդ գյուղերին։ Տես այդ մարդիկ այդ հաճախակի մենք կդարձնենք տարեկան 1 անգամ, 2 անգամ այդ Այօրինակ այցելությունները։ արտակ ներողություն, որ ընդհատում եմ, ես գյուղական բնակավայրերում խոշորացված համայնքի հիմնականում ջերմոցային տնտեսություններ են եւ մեծամասամբ իրենք ծաղիկի արտահանմամբ են զբաղվում։ Այ ես կուզենայի հասկանալ, թե ծաղիկի այլընտրանքային շուկա որպես այդպիսին հակակշռող կամ այլընտրանքային հենց ուղիղ իմաստով ռուսական շուկային կարող ենք մենք կապերի միջոցով, պայմանավորվածությունների միջոցով կամ համայնքապետարանի, չգիտեմ, սուբսիդիայի միջոցով այդ մարդկանց ճանապարհածախսը սուբսիդավորել եւ այլն, որպեսզի այդ ռուսական կողմը, երբ որ Լարսի անցակետը փակում է, ինչ որ ծաղիկի մեջ ցուպիկներ ա գտնում, այդպեսի абսուրդային բաներ էլ ա լինում։ Մարդկանց կարողանանք այլընտրանքային շուկա առաջարկել, որովհետեւ իրականում սա Ռուսաստանի Դաշնությունը նաև օգտագործում է իբրև մահակ մեր գլխին հարվածելու։ Այդ ուժերը, որ առաջադրվել են հիմա, ռուսական, պրոռուսական, ռուսական կեղտոտ կապիտալով սնվող ուժերը, որ առաջադրվել են Վաղաշապատ խոշորացված համայնքում, իրենց համար դա գործիք է։ Իրենք դա են վաճառում մեր հայրենակիցներին։ Տեսեք, քաղաքում վաճառում են ասֆալտը, մաքրությունը եւ այլն, իրենք դա են վաճառում, ասում են, այ մենք որ գանք, Հայաստանը կդառնա միութենական պետության մաս Բելարուսի սկզբունքով, ինչպես ասում է Գյումրվա կաշառակեր Վարդանիկը, ու դուք Ռուսաստանում դեպի Ռուսաստան կունենաք կանաչ ճանապարհ, բայց սա սուտ է, սիրելի հայրենիք։ Իդիոտիզմ է այդ ամեն ինչը, նայ։ Ես որպես բիզնես եմ այս ամեն ինչին պատասխանում։ Ռուսաստանը թողնա որպես այլընտրանքային շուկա, բնականաբար։ Ինչի համար եմ ուզում Թուրքիայի հետ սահմանը օր առաջ բացվի։ Թուրքի մաշկի լույսը չի։ Թուրքիայի հետ որպես հարևան, մենք մեր հարաբերությունները որպես բիզնես գործընկերներ պետքա լավացնենք։ Ինչի։ Այլընտրանքային այդ ճանապարհով, որ մենք պիտի անցնենք, գնանք դեպի Բուլղարիայի կամ Սևծովն օգտագործելով Ռումինիայի եւ Բուլղարիայի, Վարնայի եւ մյուս նավահանգիստները, այլընտրանքային ճանապարհ մենք պիտի ունենանք, որ վաղը մյուս օր Ռուսաստանի այդ քո ասած մահակը մեր գլխին միշտ չօգտագործի։ Վրացիներն են հիմա օգտվում դրանից, տես։ Ես այն օրը լսում եմ ինչ-որ մի հատ միջոցառման հաղորդման ժամանակ 5000 լարի մարդկանց տուգանել են, չունենալով լիցենզիա եւ այլ։ Այսինքն վրացիները միշտ օգտվել են այս 30 տարիների ընթացքում մեր շրջափակումից։ Բնական շահեր ունեն իրենց դիվանագիտական ջանքերը այսօր որ ուղղել են սահմանների բացմանը, շատ ողջունում եմ, շատ կարևոր է։ Հայաստանին օդ ու ջրի պես պետքա սահմանների բացումը։ Միանշանակ։ Մենք Եվրոպայի հետ պիտի կապ ունենանք։ Նայ, Թուրքիայի առավելությունը ես ընդհատեմ քեզ, Թուրքիայի մասին որ դու ասում ես, սիրելի հայրենակիցներ, մեզ բոլորիս, Հայաստանի Հանրապետություն, Մարտակ դու դրսից վստահաբար հետևել ես, մեզ բոլորիս ասում են Եվրոպան Հայաստանին մոտ չի, Եվրոպան ուր, Հայաստան ուր, սիրելի հայրենակիցներ, Թուրքիան Եվրոպական միության հետ ունի ազատ առևտրի ապրես, դրա մասին եմ ուզում խոսամ։ Եվրոպական շուկան էստեղ է, Եվրոպական շուկան մեր քթի տակ է, Վաղարշապատ խոշորացված համայնքից սահմանները սկսվում է 19 կիլոմետր այն կողմ եվրոպական շուկա է կամ եվրոպական շուկա ճանապարհը առնվազն։ Տես թուրքերն էլ ունեն ազատ առևտրի այդ պայմանագրերը Եվրոպայից, ինչի համար է իրանց ապրանքները մրցունակ։ Մի քանի օրից մեզ կմիանա նաև եվրոպացի մեր Եվրոպայում ապրող բնակվող մեր ընկերը, ով ներկրում է մեծ ապրանքաշրջանառություն է տանում դեպի Եվրոպա, հայկական ապրանքները։ Ինքն էլ ավելի մանրամասն մեզ կտա այն ինֆորմացիան, ինչ ծրագրային դրույթներով պիտի անենք, բայց մեզ ճանապարհ է պետք։ Այլընտրանքային ճանապարհ վրացիներից, այսինքն որ երբևից այդ մահակը մեր գլխին չկարողանան օգտագործել։ Հիմա չգիտեմ կառավարությունը ինձ թվում է այդ ուղղությունը վերցրել է, որ ազատ առևտրի գոտի նաև մի տարի հետո մենք էլ մտնենք։ Չենք կարող, քանի դեռ ԵԱՏՄ-ից դուրս չենք եկել, սա պետքա ֆիքսել։ Քանի դեռ դու մի մաքսային բլոկի մեջ ես, մյուս մաքսային բլոկի մեջ չես կարող մտնել։ Ցավա էսի։ Ինձ թվում է 500 միլիոնանոց եվրոպական շուկան, այստեղ խնդիր կա, նայ։ Այստեղ է քաղաքական կամք։ Մի հատ ասեմ, բայց եվրոպացին քեզ գրկաբաց չի ընդունելու իր ապրանքների հետ կապված։ Մի քանի օր առաջ ապրես, շատ պարտադիր է այդ ստանդարտների կիրառելիությունը օգտագործել։ Տեխնոլոգիա եւ կրթություն
պարտադիր է նաև այդ սննդի անվտանգությունը բազմաթիվ կրիտերիաներ կա, որ Եվրոպական միությունը պարտադրում է։ Դա նաև շատ լավ է մեր համար, մեր բնակչության համար։ Որ 500 միլիոնանոց այո, հիգիենայի այդ մինիմալ կանոնները, այն մաքսիմալ կանոնները, որ դնում է Եվրոմիությունը, նաև դա օգուտ է, որտեվ դա այդ ապրանքը արտադրվելու է նաև մեր համարի վերջը մեր համար, մենք ենք սպառում դա։ Մեկ-մեկ ես հերոստատույցով որ նայում եմ այդ պաների արտադրամասերի կասեցվել է SSS, ժողովուրդ մենք Աֆրիկայում չենք ապրում։ Մենք Աֆրիկայում չենք ապրում։ Հետքան գյուղատնտեսություն նորից, տես, այդ ծաղիկների բացի ծաղիկների արտադրամասից մենք պիտի օգտագործենք նաև անասնապահության այդ թեման, որը հոլանդիան եւ բելգիան չափազանց զարգացած ուղղվածություն ունի։ Խելացի անասնագոմերը մեր մոտ մոդել են, բայց եթե գանք մենք նայենք Բելգիային ու եվրոպականը, մեր մոտինը մի քիչ այն չի էլի։ Տիգրան Սարգսյանի կովկթելը չօգնես դրան։ Չգիտեմ այդ ինչ էր, բայց այդ մոդելը կիրառելի է։ Նայ, այն մարդիկ, ովքեր կգան 2-ից 3 շաբաթվա, տարեկան թեկուզ 2 անգամ այցեր կունենան, քաղաքապետարանը պիտի ֆինանսավորի այդ ծախսերը, պիտի վերցնի իր վրա, իր գյուղատնտեսին, իր ֆերմերին տանի հասցնի Եվրոպա, կրթելու process-ը մենք կազմակերպենք որպես ներկայացուցիչներ, մենք կօգնենք այդ ամեն ինչը, գյուղացին կանցնի այդ process-ով 1, 2, 3, 4, 5, ի վերջո 10-րդ անգամ ինքը պրոֆեսիոնալիզմով կմոտենա այդ ամեն ինչին։ Այդ 5 հոգով 500 հեկտարի բանաձևը կհասկանա ի վերջո։ Ոչ թե մեծ ներուժը, գումարները, փողը անիմաց կծախսի ու արդյունքը քիչ կլինի։ Փորձեմ համապարփակ ներկայացնել են ինչ որ դու ասեցիր մեր հայրենակիցներին, էսա դուրս գալիս, այսինքն Թուրքիայի հետ սահմանը, սահմանի բացումը որպես ճանապարհ պետքա դիտարկել, նրա շատ են մեր հայրենակիցներին ասում, սա շատ կարևոր է, նրա համար, որ թուրքական կապիտալը, թուրքական գյուղատնտեսական տեխնոլոգիաները, թուրքերը առհասարակ, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական համակարգը չզավթեն, չթերքացնեն, սրա համար պետքա կրթվել։ Եվրոպական ստանդարտներին մոտենալ, տեխնոլոգիաներ բերել եւ կիրառել։ Ժողովուրդ ջան, ի վերջո, ԵԱՏՄ շուկան ինչի մասին, աղքատ, հետամնաց մի շուկա, որտեղ ընդունում են ցուպիկներով ապրանք, ընդունում են, չգիտեմ, թունակիմիկատներով ապրանք։ Ի վերջո նաեւ մահացության աստիճանը, երբ որ Հայաստանի Հանրապետությունում գլոբալ առումով վերցնում ենք, բացառությամբ Քաջարանի շրջանը, որը որ հանքավայրերով պայմանավորված ունի այդպիսի խնդիր, նորմալ է, որ դա էլ կա։ Այս կողմի բնակչությունը էլի մահացությունների թիվը նայում ես մարդիկ այդ անկալոգիական հիվանդություններով տառապում են։ Ինչի։ Սննդակարգն է եւ սնունդն է, որ ստանդարտներին չի համապատասխանում, մեջը բավականին շատ թունակին։ Սա նաև մեր համար է, ես ինչի եմ սա ասում, սա նաև եւ առաջին հերթին մեր համար է, ժողովուրդ, մենք չուտենք այդ էկոլոգիապես մաքուր սնունդը, մեր երեխեքը չուտեն, հələ մի կողմ Եվրոպան, եվրոպական շուկան, ավելի շատ փող աշխատելը, զարգանալը, դուրս գալ էս հետ սովետական ճահճոտ վիճակից, այդ հələ երիտասարդությունների զբաղվածության նաև խնդիր կա։ Տես, նայում եմ, այս քարոզարշավի մեջ մի քանի գյուղապետեր կան, մտել են, նրանք բացարձակ կառավարումից հեռու են, ինչպես ես տեզերքից եմ հեռու։ Այդքան նրանք հեռու են։ Իրեն սովետի ժամանակ կոլխոզի անդամ չէին։ Կոլխոզի նախագահ ավելի շատ կլինեն։ Երևի կոլխոզի նախագահն էլ ավելի բարձր ստատուսով, տես։ Այդ մարդիկ երբևիցե միշտ գրփել, չրփելու, տանելու, ուտելու, այդ process-ի մեջ թաթախված են սովետական կաշառակերակ միջոցների մեջ թաթախված մարդիկ են եղել։ Միանշանակ։ Գյուղերում զարգացվածությունը կարող ենք չասել մեր հայրենակիցները անգիտեն փոքր մարդիկ, ես գյուղերի երիտասարդության զբաղվածության մասին եմ խոսում, անգամ էշմիացնում այդ ամեն ինչը չկա։ Կանրադառնանք հեսա դրան, հետ կգանք։ Նաև այդ մեր այն ժամանակահատվածը, որը 5 տարի քաղաքացին մեզ վստահելու է, մենք այդ էլ պիտի փորձենք առողջացնել ու բերել բարձր մակարդակի։ Օրինակ, ես Բելգիայում ապրում եմ գյուղական մի հատ համայնքում։ Զարգացած մի այլ կարգի, մի այլ աստիճանի։ Մենք մտքով հայերս Բելգիան տարածքով Հայաստանի չափ համարը գրեթե նույն չափն է, բայց բնակչությամբ 4 անգամ ավել, 12 միլիոնի արդեն։ Բայց բելգիացին պետականամետ մտածելակերպ ունի։ Նրանք այդ 60-ական, 70-ական թվերից Բելգիայում սիգարետը գցելը փողոցում ամոթ է, գեդին մտնելու հավասար է, ուր մնաց ինչ որ արևածաղիկ չրթել եւ այլ, էս process։ Քայլում ենք փողոցներում, տեսնում ես արևածաղիկ ցելոֆոն, աղբ, կոլեյ շիշ,
Այդ մեզանից էլ է գալի, Դե մեզ էլ դա քաղաքացիից էլ է պատիվ չի գալի։ վերում էլի։ Ժողովուրդ, պիտի մաքուր, ինչքան էլ պահանջենք մենք կառավարիչներից, ղեկավարներից, Չէ, քաղաքապետերից չէ, SNN, մենք ինքներս պիտի ինքնադաստիարակվենք, պիտի կրթվենք։ Ամենամեծ ռեսուրսը փողը, որ պիտի ծախսենք, կրթությունն Շատ է։ են, չէ, դե քարոզարշավա քաղաքացիները ակտիվ, այսպես տականում են կամած, այսպես ասենք, բոլորը հիմա քաղաքում էլ առիթներ ա լինում, մարդիկ նստում են մի կտոր հաց են կիսում, բոլորը կենացներ են ասում։ Մեր Էջմիածինը, մեր Վաղարշապատը, մեր գյուղը, ժողովուրդ ջան, այդ գյուղը սկսվում է հենց ստեղից։ Այդ քաղաք սիրելը սկսվում է ստեղից։ Վերջացնենք այդ կենացների մեթոդները, էլի։ Ով ուզում է լինի համայնքապետ, եթե քաղաքացին ինքը չի գիտակցում, որ համայնքը իրա տունն է, իրա մեծ տունն է, չափերով մի քիչ ավելի մեծ տունն է, իսկ ամենամեծ տունը դա Հայաստանի Հանրապետությունն է, ազատ, անկախ, ինքնիշխան, սուվերեն, անվտանգ։ Ես չգիտեմ, անհնար Հզոր է։ պետություն չես կարող ստեղծել, Անհնար է։ մոռացի դրան։ Քաղաքացին չմասնակցես պետության Այո, հզորացմանը, մեկ ինչ շատ դուր եկավ գյուղատնտեսների եվրոպական փորձի փոխանակումը եւ ինչու ոչ եվրոպացի գյուղատնտեսների ներգրավումը։ դրանով կզարգացնենք, դրանով այդ շուկան կարելի է նույն այդ ծաղիկները, նույն այդ, չգիտեմ, կարտոֆիլից, պամիդորից եւ այլ, այդ միջոցները մենք դեպի Եվրոպա որ ուղենք մեր գյուղատնտեսներին, կկրթվեն, կզարգանան։ Ի վերջո, նաեւ լիզինգային ծրագրերը պիտի օգտագործվի եվրոպական։ Փորձենք Իսկ եթե ուղարկենք մեր հայրենակիցներին Մագադան կարող է այնտեղ ավելի լավ լինի։ Ես շատ խոյ համայնքից բնակիչներ գիտեմ, ովքեր ժամանակին Յակուտիա են գնում, քար շարելու։ Մի քանի օր ես տարել եմ Բելգիա, հրավիրել եմ, նայում եմ այդ տղերքի ձեռները ուռած սզերներով գալիս էին, կոպեկներով վճարված մարդիկ։ Դաժե դեպքեր եղել մարդեր ընկել շենքի կրիշից, դե Ռուսաստանը ինչ անվտանգությունն ինչ այդ կողմերը բացարձակ չկա այդպես Մարդը արժեք չունի, Չէ, ժողովուրդ, ձեզ խաբելու են։ Եթե ձեզ թող լինի լավ հարաբերություններ Ռուսաստանի հետ էլ մյուսի, ոչ մեզ ճշնամիներ պետք չեն բացարձակ, մեզ զարգանալ է պետք, մեզ օր ու գիշեր գլուխներս կախ գործ անել է պետք, հրյաներից պիտի սովորենք էդի, առանց կենացների, պաթոսների, հայրենիքի, չգիտեմ ես իմում կենացը, ծանոթի, բարեկամի, լավախոր հորդորի եւ այլն, ժողովուրդ, պրոֆեսիոնալին տեղ տան կառավարման ոլորտում, ով կրթություն ունի, ով փորձ ունի նրան օգտագործեն, կապ չունի իմ հորոխբոր տղեն, չգիտեմ, ես իմով խնամի ծանոթ բարեկամ բերեմ լստում են քաղաքապետարան նայում ես բարդակա։ Ներողություն։ Բարդակա։ Իրականում բոլոր Մարդը չի հասկանում ինչի համար է ինքը հայտնվել այդտեղ։ այդտեղ։ Սրտից խոսեցիր դու հիմա։ Չի հասկանում Հարություն ջան, մարդը ինչի համար եկել է տեղ աշխատելու։ Եկել է այդ իր աշխատավարձ ժամին է նայում, ժամը որ բրծնի կարող է գնալ։ Հեռախոսին Չէ, ժողովուրդ, մեզ տենց աշխատող պետք չի։ Մեզ պետք է աշխատող, ով իր ողջ ռեսուրսը ժամացույցի պես պիտի աշխատի։ Ողջ ռեսուրսը շվեյցարական ժամացույցի պես այդ մեխանիզմը ոնց ես կառուցում, այդ տենց եմ ուզում։ Այդ տենց աշխատողա պետք քաղաքին։ Տեղափոխվենք Էջմիածին, մեր հոգևոր կենտրոն, հոգևոր Համայն հայության հոգևոր կենտրոն։ Այստեղ հավելում նաև խոսքի մեջ ես անպայման պիտի անդրադառնամ, քանի որ մենք հոգևոր, մայրաթոր, հոգևոր կենտրոն ենք ասում եւ նաև իմ հարային խոսքի մեջ ես անդրադառնում եմ ակտիվորեն իբրև հավատացյալ։ Մի կողմ դնենք հիմա քաղաքապետի տեխնացու իմ կարգավիճակը։ Իբրև հավատացյալ ես իմ տեսակետներն եմ արտահայտել Կտրիչ Ներսիսյանի վերաբերյալ եւ առհասարակ Ներսիսյան ընտանիքի վերաբերյալ։ Ես պետք է ասեմ, որ իմ տեսակետներում սիրելի վաղարշապատցիներ փոփոխություն չի գրանցվել։ Իմ աջակցությունն եմ հայտնում Հովհանավանքի քահանա Տեր Արամին այս հարցում եկեղեցին բնավ Կտրիչ Ներսիսյանը չէ, ով կփորձի մայրաթորի վրա գնալ, հարցակվել կամ չգիտեմ արշավել, իմ անձնական թշնամին ես դիտարկեմ նրան։ Սա այս process-ը նաև եկեղեցին եւ մեր հոգեվորը առողջացնելու համար է։ Երբ որ լսում ես ինչ են անում, ինչ կյանքով են ապրում, հոգեվորը իրական մենք շատ են խոսում, ասում են Էջմիածնում աղանդավորական խմբեր են շատացել եւ այլ։ Դա ինչի է ժողովուրդ ջան։ Առհասարակ Հայաստանի Հանրապետությունում օրենսդրությունը կարգավորում է դա, խնդիր չի, բայց դա ինչի է, որովհետև հոգևորականությունը, որոշ հոգևորականներ Կտրիչ Ներսիսյանի գլխավորությամբ
աղավաղել են ամեն ինչ, դա ձեր աչքի առաջ է եղել, դա դուք տեսել եք, դա ձեր համար նորություն չի, դուք ձեր տներում ամեն օր դա քննարկում եք, հատկապես վերջին շրջանում, որովհետև թեման տաք է եւ ամենաբարձր մակարդակով հանրապետության վարչապետի մակարդակով այդ թեման անընդհատ շոշափվում է, ամենաբարձր մակարդակով, դուք այդ թեմայի մասին ձեր կարծիքն արտահայտում եք, գուցե փողոցում շատերը զերծ մնան իր աշխարհիկ անունը տալուց, բայց քաղաքացիները իրենց տներում շատ ավելի ազատ են արտահայտվում, այդ նորություն չի, մենք Մայրաթորի հետ պետքա համատեղ աշխատենք, խորը համագործակցություն ունենանք, բայց առանց Կտրիչ Ներսիսյանի։ Նոր վեհապարի Իսկ հետ։ եկեղեցապատկան հողերի մասով մենք ունենք ծրագրային հստակ կետ։ Այն տարածքներն ու հողատարածքները, որը տրամադրված է եկեղեցուն եւ նրա հաշվեկշռումը եւ նպատակային նշանակությունը զբոսայգի եւ այգին, ինչպիսին օրինակ Էջմիածնի հրապարակի Մայրաթորինքից այգի, երեք անցանք այդ աղբանոցը Վազգեն վեհապարի արձանը խայտարակ մի պատկեր էր, ես չեմ էլ ուզում հիշեմ, որովհետեւ Ես պիտի ասեմ զուգարանի վերացված։ Ես ավարտեմ իմ միտքը։ Եկեղեցապատկան հողատարածքները պետք է օգտագործվեն ըստ նպատակային նշանակության, եթե դրանք այգի են պետք է այգի լինեն, եթե Մայրաթորը ի վիճակի չէ դա անելու, դա կանի համայնքը։ Համաձայն եմ։ Եվ շատ արագ։ Համաձայն եմ։ Սուրբ Հռիփսիմե եկեղեցին, որ կառուցվել է 618 թվականին, եկեղեցու հետնամասը շատ են սիրում հիմա հոգևորականները, գիտես հիմա ասում են, այ վերադարձել է 37 թվականը, սովետական միության բռնաճնշումն են, կներեք էլի սովետական միությունը, Սուրբ Հռիփսիմեին, եկեղեցուն, կառուցել է եւ նվիրաբերել է այգի, հրաշալի մի այգի, ահռելի մի տարածք։ Հետևն ինչ է հիմա։ Իսկ այդ տարածքը հիմա աղբանոցի է վերածված։ Աղբանոցի երեկոյան այնտեղ քրեական ինչ որ շրջանակներ են վերածված։ Քաղաքի ոստիկանությունը եւ իրավապահ համակարգը նաեւ սա կփաստի։ Քաղաքի Նաեւ ոստիկանությունը պետք է առավելագույնս ուշադրություն դարձնի հետ։ Դա կամ պետք է վերադարձվի համայնքին կամ սեղմ ժամկետներում եւ ողջամիտ ժամկետներում Կտրիչ Ներսիսյանի ներկայիս Կտրիչ Ներսիսյանի կողմից կառավարվող հիմնարկը պետք է սրա պատասխանը տա։ Ինչ է լինելու։ Քանի դեռ Կտրիչ Ներսիսյանն Գյոլ կոչված կառույցի մասին նաեւ կփոխվի կգա նոր ամենայն հայոց կաթողիկոս եւ իրական ամենայն հայոց կաթողիկոս շատ սերտ համագործակցություն կունենանք եւ իրականում ում աչի կարելի է խոնարհաբար նաեւ համբյուրել, համագործակցել իշա համայն հայության հոգևոր կենտրոնի շենացնելա։ Մենք Էջմիածինը յուրահատուկ քաղաք է։ խնդիր չունենք։ Հարգանքներս բոլոր Հայաստանի Հանրապետության քաղաքներին։ Հարգանքով եմ խոսում բոլոր քաղաքների հանդեպ, բայց Էջմիածինը յուրօրինակ քաղաք է, Արուտ ջան։ Մենք ոչ թե էջմիածնեցի ենք, Չէ, ես առհասարակ ինձ որ հարցնում են դու իբրև Էջմիածնեցի, ես ասում եմ ես իբրև Էջմիածնեցի չէ, եկեք առաջին հերթին իբրև Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Հարցնում են քաղաքացիները, լավ դու խնդիրները ոնց ես պատկերացնում լուծես վաղաշաբաթ խոշորացված համայնքում։ Ես միշտ ասում եմ, ժողովուրդ ջան, այն ինչ թույլ կտա ձեր կողմից վճարված հարկերի գեներացիայի հաշվին, այդ հավաքված բյուջեի հաշվին, բյուջեի միջոցով լուծելու կլուծենք։ Այն ինչ թույլ չի տա Հայաստանի Հանրապետության կառավարության դռանը կեթամ կչոքեմ ու վաղաշաբաթ խոշորացված համայնքի խնդիրները ուսուսի տված կլուծեմ, որտեղ վաղաշաբաթ խոշորացված համայնքը պետության մեջ պետություն չի։ Էսի բան չի, Վարդանիկի Գյումրին չի, որ ասում էր պետքա միանա միութենական պետությանը, դեռ մի բան էլ կես կատակ, կես լուրջ ասում էր Գյումրին բան է, առանձին պետության մեջ պետություն է, այս այդպես չի։ Ես իր հոգևոր Վաղաշաբաթը Հայաստանի մի մասն է, համայն հայության հոգևոր կենտրոնն է։ Ու այո, ուղիղ համագործակցության արդյունքում պիտի լուծեմ ոչ թե որոշ տեխնացուների պես ինքնանպատակ հայոյեմ կենտրոնական իշխանությանը, սա նորմալ է։ Ով այդ հայոյանքների քողի տակ է ձեզանից քվե ուզում, ես ձեզ պետք է ասեմ, որ մեր բանը ժողովրդական լեզվով ասած բուրդ է։ Շատ տխուր է մեր վիճակը։ Այդպես չեն աշխատում։ Աշխատանքային մթնոլորտը այդպես չի ձևավորվում։ Այդ դոտացիաներ կարծեմ, հա, այդ անունը դոտացիաներով, կառավարական սուբսիդիաներով տված,
Նաև ուզում եմ գիտես ինչի մասին խոսամ, ինչի համար ասացի Էջմիածինը համայն հայության հոգևոր կենտրոն լինելով, ուզում եմ խոսանք Էջմիածին հիմնադրամի գաղափարի մասին նաև։ Ժամանակին դրա ձևակերպումը Կարեն Գրիգորյանն արել էր, բայց այնտեղ արդեն լավ աղբեր տարես փողը այնտեղ մուծի, սենց էսի դուրս այդտեղ փողը մուծի այնտեղից էս կաշ էս սիստեմն հին ձևերով, իրանց ձևերով։ Նոր գաղափարը, որ առաջարկելու ենք, էլի կրկնեմ, ժողովրդի վստահված քվեից հետո, որովհետև եթե չունենանք իշխանություն, բնականաբար չենք կարողանալու ոչ մի քաղաքային գործողություն իրականացնել։ Այն ինչ որի պաշտոն է տրված է համայնքապետին, բնականաբար չեն կարողանալու։ Այսօր օրերս համայնքում էինք, կհիշես, քաղաքացիներից մեկը մեզ ասում է միջև նոյեմբերի 16-ը ով իմ բակը ասֆալտապատի, ես նրան կընտրեմ։ Տիկին ջան, ես էլ ասացի։ Հարգելի Շմայսի ժամանակաշրջանը չի, ես էլ Առաքել Մովսիսյանին այդքան նման չեմ, որ ասֆալտ փռող գյադուն հազար ներեգություն եւ ամենայն արգանքով եմ մոտենում բոլոր ասֆալտ փռող եւ առհասարակ տեխնաջան աշխատանք տանող եւ աշխատող մարդկանց նկատմամբ։ Ես այդ մարդը չեմ։ Ինչ է նշանակում ով ասֆալտ անի, անցել այդ ժամանակահատվածը։ Կներեք, ով ձեր ասֆալտը անի, 10 հատ այդպիսի ասֆալտ ձեր քթից կբերի ու բերել են միջև այսօր։ Սա գործելավոճ չի, էսի ճիշտ չի էլի։ Բակերի վիճակը էտա ցույց տալի։ Բակերում ահավոր։ Արի այդ գանք նայ հիմնադրամի թեմային, տես։ Կարելի է ընտրել հոգաբարձությունների խորհրդի վստահություն ունեցող անդամներ ներգրավենք թե Հայաստանից եւ թե Սփյուռքից, համայնքից նաեւ համայնքից, տես բյուջեի եւ կառավարության սուբսիդավորումների զատ նաեւ հիմնադրամը պիտի իր ողջ ներուժը դնի քաղաքի կառավարման մեջ, տես կլինեն հազարավոր 100 հազարավոր մարդիկ, ինչ արժի մի տուփ սիգարետը Եվրոպայում 10 եվրո, 15 եվրո, 16 եվրո անգամ տարբեր։ Այսինքն ինչ առաջարկվելու ժողովուրդ 7 հատիկ, ոչ թե տուփ սիգարետի, հատիկ ծխելու սիգարետի, նաեւ ձեր առողջությունը կպահպանեք։ Այդ $5, որ մարդը մեծ հաշվով 5, 10, 50, 100, 1000 կլինեն մարդիկ, ովքեր 10,000, նաեւ 100,000 նվիրատուներ, ովքեր վստահ են լինելու, որ այդ գումարները չի լապվելու։ Ամենակարևորը չի լապվելու։ Ամենացավոտը, որը վստահության պակաս տարիներ շարունակ տվել ենք, միշտ տվել ենք, միշտ ամեն այդ դրամա հավաք, չգիտեմ, գալիս էր Կաթխիկոսը Ամերիկայի, Եվրոպայի եւ մարդկանց վստահությունը կորել է։ Մենք պիտի հիմա կամած կարողանանք այդ վստահությունը ավելացնենք, նաեւ հիմնադրամը ներգրավենք քաղաքի կառավարման, քաղաքի սուբսիդավորման այդ ծրագրերի մեջ։ Հարուտ 2-3 տարի հետո մենք մի դրախտային քաղաք կունենանք, եղբայր։ Այն միջոցները, որ կպակասի քաղաքապետարանի բյուջեից, մենք հիմնադրամը կներգրավենք։ Կառավարությունն էլ մեզ նաեւ կառավարության դոտացիա այդ սուբսիդիաները նաեւ գումար կա, քաղաքական կամք կա, բայց այդ մարդիկ նախքին բոլոր ղեկավարների մասին եմ խոսում։ Որոնց տալու են գնահատական։ Քաղաքական առաջին հերթին միշտ ենք տվել, ձեռնամուխ ենք լինելու, որ լինի նաեւ իրավական գնահատական։ Պարտադիր։ Այդ պարտադիր։ Ախր զարմանում եմ, ոնց կարաս քաղաքը այդքան չսիրես, որ այդ տեսակ գումարն ունենաս ձեռքի տակ ու չկարենաս գործանես, այդ ինչքան անշնորհ պետք է լինես, որ գումար լինի քո ձեռքի տակ չեն կարող։ Գիտես, լուսահոգի սպարապետ Վազգեն Սարգսյանը մի շատ լավ խոսք ունի, որ ասել է, որ այս երկիրը քրդի գլուխ չի, որփի գլուխ չի, ես էլ վերափոխել եմ առանձին դեպքերում քրդի գլուխ եմ հիշում, սա այս երկիրը որփի գլուխ չի իրականում։ Վաղարշապատը որփի գլուխի ավեր գլխից բեթարա, ով եկավ իր փայը խուզեց գնաց։ Կներեք էլի հերիք է լավ բոլ եղավ։ Անդառնելիության այդ կետին հասել ենք, հերիք ու բոլ եղավ։ Դադարացրեք, պետքա դադարացնել։ Վաղարշապատը առանձնահատուկ է, ես բակերում 10 վայրկյանի իմ այդ թեզն եմ առաջ տանում։ Ասում եմ վաղարշապատը առանձնահատուկ է իր ընտանեկան կապերով, քավոր սանիկական կապերով, առհասարակ Հայաստանի Հանրապետությունը առանձնահատուկ է։ Ես խնդրում եմ ժողովուրդ ջան ձեզ, դադարացրեք այդ քավոր սանիկ բարեկամական կապով ընտրություն անելը ի՞նչ է նշանակում։ Տարիներ շարունակ 30 տարի այդ կապերով ընտրություն եք, ինչ եք ստացել։ Ձեր երեխաների ապագայի տես պիտի մտածես։ Ինձ հետաքրքիր չի իմ խնամի քավոր սանիկ այս process-ում ովքեր են ներգրաված։ Ինձ հետաքրքիր է իմ ու իմ երեխաների ապագան, որտեղ են իրանք ապրելու,
որ քաղաքում են իրանք ապրելու։ Ինչպիսի Ի վերջո քաղաքում են տես, ապրելու։ մենք տարիներ շարունակ, չգիտեմ արդեն քանի տարի հաշիվներ եմ կորցրել։ Ձիաննային անընդհատ անդրադարձել ենք։ Մեզ հորդորում էին կեսը եղբայր թողեք Ի տարբերություն որոշ ներկայիս գործող ավականիների, ովքեր ծոցագրպանում ավականում անդատը, հիմա վաղարշապատցիներին մոտենում են ու ասում են մեզ ձայն տվեք։ Վաղարշապատցին պիտի ասի, եղբայր նախ հաշվետու դու եղիր։ Ինչ ես արել։ Այդ ինչի համար պիտի տան։ Քրեական գործով անցնող այդ հիշատակված հողակտորի վերաբերյալ քո դիրքորոշումն ինչպիսին ա եղել։ Կողմա քվեարկվել։ Հայաստան Էջմիածին կոչվող դաշինքը։ Սա արդյոք կարող ենք մենք ասել, որ իր այդ ուժը, որը որ հիմա ներկայանում է Ռոբերտ Քոչարյանի ուրվականի ներքո, դաշնակցության ցուցակով համատեղ, չգիտեմ ինչ կուսակցություններ մյուսը, անունն էլ հաղթանակ, արդյոք այս ուժը կարող ենք ասել, որ եղել է Դիանա Գասպարյանի կցորդը։ Ճակերտավոր ընդդիմություն իրականում կցորդ են եղել։ Խենք, արի փաստենք, խեն կցորդ եղել։ Տես, այդ խնդրահույտ գործի մեջ իրանք իրանց ներդրումն ունեն ճակերտավոր։ Իրանք դակել են այդ որոշումը։ Դակել են, այո։ Ինչի համար է քաղաքի ֆուտբոլի խաղադաշտը վերցրել քաղաքացուց այն երիտասարդից սարքելս թաուն հաուսներ։ Կարող գիտեք էսի ձեր հոր քաղաքն ա եղել։ Ոնց ուզեք պեչատները գրպանները դրած, այդ կնիկները գրպանները դրած, ֆռակ, էսիմնա, այն մեկի ձերտվողի հերն էլ անիծած։ Ցավոք, այս անկախ Բոստան հոչի այդ քաղաքը եղել։ Ցավոք։ Ես ուզում եմ երիտասարդությանը ներգրավենք այս process-ին։ Երիտասարդությունը ամեն ինչի եւ հատկապես զարգացման շարժիչ ուժն է։ Մեր քաղաքում պետք է երիտասարդությունը առհասարակ համայնքում, գյուղական համայնքներում եւ առաջին հերթին պետք է երիտասարդությունը ներգրաված լինի զարգացման process-ի մեջ։ Պետք է երիտասարդությունը կյանքով ապրի առհասարակ։ Ինչ է նշանակում Էջմիածնից 18 կիլոմետր գալ Երևան, որպեսի քայլել ուղակի, մաքուր օդ շնչել, Երևանյան օդն էլ մաքուր անվանելը մեղմ ասած չգիտեմ ինչ է, Երևանի օդը սարսափելի ծանր է։ Դա անվանում են մաքուր օդ, քայլում են գալիս են Երևան, որպեսի քայլեն, որպեսի իրենց երեխան խաղահրապարակում խաղա։ Էս որ դարն է։ Էս որ դարն է։ 19-րդ դարի մասին է։ Ինչի մասին է խոսքը։ Ժամանցային վայրերի բացակայությունը, տոնակատարությունների չկազմակերպվածությունը։ Ես հիշում եմ վերջին 3 տարիների նոր տարվա զարդարանքը վաղարշապատի ապշումը։ Վաղարշապատը մի գորշ գոտու էր վերածվել, մի գորշ մռայլ քաղաքի է վերածվել, որ առհասարակ արտաքին լուսավորվածություն չունի, այլ առհասարակ ամանորյա զարդարանք չկա, զատկական տոնը, զատկի տոնը գինու փառատոնից պակաս տոնա, պակաս տոնա, որ կարելի է ամբողջ աշխարհից քրիստոնյաներին բերել վաղարշապատ, հրավիրել վաղարշապատ, մի քանի միլիոն մուտքեր ապահովել քաղաքին, քաղաքին շունչ հաղորդել, երիտասարդությանը կյանք տալ։ Դժվար բան է սա։ Դժվար է եղել սա կազմակերպել։ Երեք քննարկեցինք, չէ՞, ցանկություն չի եղել։ Կաբինետից այդ մարդիկ դուրս չեն եկել, մարդու երես չեն տեսել, քաղաքացու հետ չեն շփվել։ Միշտ քթները մենք աթոռի մեջ հայտնվում են մենք, դու ով եք դուք։ Դուք ժողովրդի ծառան եք, ով պիտի ղեկավարի քաղաքը 5 տարի ժամանակով։ Աշխատողն եք, ճակերտավոր։ Այո։ Աշխատողն եք։ Ուղիղ աշխատող։ Ծառաբարն եմ ասում ճակերտավոր։ Ձեզ ընտրում եւ նշանակում է աշխատանքի։ Դու պարտավոր ես օրվա քո մեծ մասն անցկացնել փողոցներում։ Որպեսզի քո ենթականները չգան քեզ ստեն վաղը միսօր։ Նախ ստող ենթակային օր ժամ առաջ պիտի հանես քաղաքապետարանի շենքից դուրս, պիտի աշխատեն ռեալ պրոֆեսիոնալ թիմը։ Քաղաքապետը պիտի փողոցներում դուրս տլնի։ Պիտի շփվի, քաղաքի խնդիրներից, բոլոր խնդիրներից պիտի տեղյակ լինի։ Հետ գանք զատկական տոնին, տես ոնց ենք մենք պատկերացնում։ Քաղաքը մի վիկենդ այդ ժամանակահատվածով փակելու, 2-3 օրով փառատոն անցկացնելու, 2 օրյա մինիմալ փառատոն անցկացնելու։ Ռիփսիմե եկեղեցուց քաղաքը փակվում է կենտրոնական փողոցներով, ժողովուրդը կհասկանա այդ ամեն ինչը։ Մի քիչ կլինի խնդիրը, բայց շրջանցող փողոցներ կա։ Չի լինի մեր տաղավարները դրված, համակարգացիները
այդտեղ որևէ խնդիր չի լինի։ Գրավ իրենք Սփյուռքի մեր բոլոր հայրենակիցներին, մեր եվրոպացի ընկերներին, քրիստոնյա համայնքին, ի վերջո համայն հայության հոգևոր կենտրոնում է։ Շատ-շատերը կգան շատ ենք հաճիկով, պարծենում, ասում ենք առաջի քրիստոնյա բայց երկիրն։ ինչ ենք անում, որ ներկայանանք։ Ինչ ենք անում, դա ոնց ենք Այդ աշխարհի անելուց էլ առաջ խնդիր ունենք։ Հարութ ջան, մենք այդքան ժողովուրդ հրավիրելով, մենք այդ ժողովրդին որտեղ ենք տեղավորելու։ Մի երկու կարճ փոքր հյուրանոցներ կան, ապրեն կառուցողները, 2-3 փոքր մոդելի, բայց մի հատ հզոր վթարային շենք կա, որ վերցրել են կլանային ընտանիքների այսօր տեխնացու են կարծեմ ներկայանում խրող դեմքով սս գալիս են ես սենց բան հայրիկի քվեներն են, հայրիկից քվեներն է ամբողջ քաղաքը քանդել եք կենցաղի տուն ունիվերմագ լեժանկա չգիտեմ ինչ հյուրանոց ինչ ասես վեկալե ավիրել եք հետո ադրբեջանցիներից եք խոսում ադրբեջանցին այդքան երևի վնաս չեր տա ինչքան դուք եք վնաս տվել թուրքից եք խոսում քանդել եք այդ քաղաքը հիմնովին ապականել եք հյուրանոցային կհորդորենք նաև մենք խրախուսենք ներդրողը գա հյուրանոց պարտավ հյուրանոցներ կառուցելա պետք մենք այդ փառատոների այդ բանի մասին որ խոսում ենք կներես Արտակ մենք խոսում ենք ներողություն Արտակ մենք խոսում ենք գինու փառատոնից եւ զատկական փառատոնից չէ օրինակ Զվարթնոց օթանավակայանից որ իջնում ես գալիս ես Հայաստան Զվարթնոց օթանավակայանից դուրս ես գալիս չէ դեռ ձախ չես գալիս դեպի Էջմիածնիկում դուրս ես գալիս այդ շրջանաձև հատվածում տեղադրված է գինու գովազդային հոլովակ կարասի հա այո գովազդ չանենք հա գինու գովազդային այդպես հոլովակ չի կարա ուղեցույց լինի դեպի Մայրաթոր առաջին քրիստոնյա երկիր եկե մարդը եկե մտել է Հայաստանի Հանրապետություն առաջին քրիստոնյա երկիր 301 թվականին սկսված 303-ին ավարտված Մայրաթոր Սուրբ Էջմիածինը Փարք Տիրոջը կանգուն է հավետ կանգուն մնալու է Այստեղ խնդիր կա տուրիստական իմ ընկերները ովքեր որ զբաղվում են տուրիստական կազմակերպություններ են ասում Արտակ ջան գալիս ենք Էջմիածին նույն օրը մի քանի եկեղեցի մտնում ու հետ են գնում ասում կներես իսկ ինչ անեն բան չանեն բան չկա անելու այդ քաղաքում բան չկա անելու քաղաքում մարդը գալիս է մտնում է քաղաք տուրիստները ոնց վաղաշաբաթի բնակիչներն էլ կհաստատեն հիմա իմ ասած գալիս է քաղաք իջնում է Կտրիչ Ներսիսյանի կառուցած այդ մեքենաների կայանատեղիում մտնում է եկեղեցի մոմա գնում զարթեղեն է գնում այնտեղ վաճառվող թանգարանից է օգտվում այն ինչ կա Մայրաթորի տարածքում հա եկեղեցու տարածքում դուրս է գալիս քաղաքը իրան առաջարկ չունի համայնքը որպես այդպեսին մեր համայնքը հավաքական առումով առաջարկ չունի ներդրողները առաջարկ չունեն մի օր չեն կարող պահել կներես էլի քաղաքապետարանի դիմացի Մանվել Գրիգորյանի աղբանոցը դա ինչ է ծաղր է համակարգացիների նկատմամբ մի տարի չի 2 տարի չի 3 տարի չի 7 տարի շարունակ այդ քաղաքի կենտրոնում սրտում տարածքը Կամբոջան են դարձրել աղբավայրի է վերածվել մարդիկ անցնում դառնում են որ այդտեղ կարելի է նոր ներդրող ներգրավել կարելի է համայնքային գերակաշահ ճանաչել առնվազն մաքրել երեք ասել ենք այսօր մի հատ էլ կրկնում ենք դատական process-ներն են մեջ բերում առաջ բերում դե կներեք էլի դատական համակարգի հետ էլ խնդիրներ կա ով է դատական համակարգին պաչում դնում իր գլխին հասկացանք Համայնքապետը պետքա լինի այնքան տոկուն ու համարցակ իր որոշումների մեջ իր կամքը քաղաքական կամքը այնքան ուժեղ որ մի գիշերվա մեջ դա մաքրի դու գնա Մանվել Գրիգորյանն էլ իր ընտանիքը հիմա թող իրենք դատի տան համայնքապետարանին թող գնան տարիներով իրենք դատարաններում քաշ գան Էջմիածնեցին կրակն անգել դրա ձեռը Էջմիածնեցին կրակն անգել դատական համակարգի ձեռը քաղաքական կամք չունեցող համայնքապետի ձեռը ում ձեռնակրակն է բացակայել է ինչի համար եմ ասում քեզ բացակայել է քաղաքական կամքը քաղաք սիրելու այդ հոգու մեջ պահելու այնպես էլ չի որ ասես հնարավորություն չեն ունեցել ով ասում 2010 երեք ասել եմ այսօր է կրկնում եմ հաստատում եմ վաղարշապատցիներին խոշորացված համայնքի իմ թանկագին Էջմիածնեցիներին Նոյեմբերի 17-ին, երբ որ քվեները հաշվելու է, երբ որ Հարութը առաջինը մտնելու է քաղաքապետարանի շենք, մենք այդ օրը բուլդոզեր, չգիտեմ հայերեն ոնց է, տրակտորային, ասակա հասկանա, բուլդոզերը, սկսելու է այդ ժանգոտ երկաթների կոնստրուկցիաներից, նորից եմ հրավիրում բոլոր երկաթ հավաքողներին, կարող են գալ դրա հաջորդ օրը,
այդ բոլոր երկաթները հավաքել տանել։ Քանդելու ենք։ Այս երեք կարդացի, արդեն չսկսած քանդում են։ Այո, քանդելու ենք, որ սարքվի, սարքելու ենք։ Քանդելու ենք, դարձնելու ենք Փարիզի Շանզելիզեի սրճարանների, ռեստորանների նման տարածք։ Որտեղ մարդը վաղարշապացին իր կնոջ, իր ընտանիքի, Տեղ չունի երեխաների գնալու։ հետ հնարավորություն կունենա մի բաժակ տաք թեյ խմելու երեկոյան։ Այդպիսի տեղ կա վաղարշապատում։ Թող ինձ ներեն բոլոր ներդրողները, բոլոր աշխատողները այդ ոլորտում, բայց ժողովուրդ ջան պետքա ստանդարտներ բարձրացվի։ Գիտես ինչ եմ ուզում անդրադառնալ։ Երեք ոստիկանապետի հետ հանդիպմանը։ Բավականին լավ տպավորություն թողեց ին վրա ոստիկանապետը։ Նոր ընտրված, կարծեմ, նոր էր նշանակված։ Նոր նշանակված, այո։ Եվրոպական փորձից էլի ուզում եմ խոսանք։ Մենք իր այդ այդպիսի քննարկում էլ կարճ ունեցանք եվրոպական այդ ձևաչափը ես ոնց է մեր քաղաքի կառավարումը տեղի ունի ընդհանրապես համայնքների գործի բերումով ես հանդիպում եմ եվրոպական քաղաքների տարբեր քաղաքապետերի հետ տես շատ քաղաքներում կա մեկ անգամվա շատեր կա օրինակ մեր քաղաքում երկու անգամվա երեքշաբթի եւ հինգշաբթի օրը քաղաքապետարանի ավականիների խումբը եւ ոստիկանապետը հանդիպում են առավոտյան քննարկում են քաղաքում տեղի ունեցող իրավիճակը դա նորմալ է մեկ գավաթ սուրճի շուրջ մեկ ապրես խնդիրներից, խնդիրներից եւ այլ։ Նաեւ այն սարքավորումները երեք ոստիկանապետին էլ եմ ասել։ Այդ միջոցները կարելի է ներգրավել բերել Էջմիածին։ Մենք կսկսենք առաջինը թող լինի, որը որ ցույց քաղաքի բոլոր մուտքերը, օրինակ մեր քաղաքը, որտեղ որ ես ապրում եմ, տեսանկարահանվի։ Ամբողջ քաղաքի մուտքերը պարտադիր։ Նաեւ այդ ամեն ինչը վերահսկողություն է սահմանում։ Քաղաքում երբեք ոչ մի պոլիս չես տեսնի։ Այդ տեսանկարահանման մուտքերն էլ հնարավորությունը պետք է ունենա համայնքապետարանը եւ ոստիկանությունը։ Այո։ Այսինքն տես ինչ է, ռեսուրսը քչացրել են, իրանք ծախսերը, բենզինի եւ այլ հատկապես վաղաշապատում էս թեման շատ խորքային պետք է քննարկենք։ Վաղաշապատը միշտ է աչքի ընկել իր չասեմ կրիմինալ, բայց առնվազն աղմկոտ դեպքերով վաղաշապատին խնդիր ունի անվտանգ ապրելու։ Մարդը պիտի կարողանա իր կնոջ երեխաների հետ դուրս գա քաղաք, ապահով, հանգիստ զբոսնի։ Սա շատ կարևոր խնդիր է եւ այո, համայնքապետարան, ոստիկանություն եւ այլ ուժային մարմինների հետ ուղիղ համագործակցություն պետք է լինի։ Հանուն քաղաքի անվտանգության, հանուն մեր երեխաների անվտանգության եւ դա նորմալ բան է։ Դա էլ աննորմալ չի, էլի։ Դա էլ է նորմալ բան։ Ցավում եմ, որ մենք 21-րդ դարում նստած այսպիսի 10% երազանք ասենք, 90% իրատեսություն դնենք դրա տակ, այսպիսի թեմաներ ենք քննարկում։ 90%-ով ես համոզված եմ, այն ինչի մասին մենք այսօր խոսեցինք, հնարավոր է իրականացնել։ Սիրելի հայրենակիցներ, երևի թե Արտակ այսօր մի գաղափարի մասին եմ ուզում խոսանք, տես Բելգիայում կարծեմ մեր Հայաստանի բնակիչներին շատ-շատերին հայտնի Tomorrowland-ը կոչվում է մեծ միջոցառում է մեր ֆեստիվալի, կարծեմ ես վերջում Հայաստանում անում են, չէ՞, ֆեստիվալի բավականին հաջողված այդ տարբերակով կարելի է օգտագործել այդ ձևաչափը նաև օգտագործել սուտսատկական զբաղվածության եւ գումար բերելու մասին եմ ես խոսում ոնց կարելի է ներգրավել լավագույն դիջեյներով լավագույն երգիչներով հիմնականում դիջեյներով քանի որ երիտասարդությունը այս բանը արդեն գնացել է այդ ոլորտի մեջ այդ ձևաչափով պիտի զարգացվի նաև այդ ձևաչափը տարեկան 1-2 անգամ պիտի ակտուալ կազմակերպվի ֆինանսական հոսքեր ունի երիտասարդների ուրախությունը նաև ոստիկանությունները իր մեծ դերը պետք է ունենա որ կարողանա այդ մեծ հազարանոց տասնյակ հազարավոր ժողովրդի անվտանգությունը ապահովել շատ կարևոր է ոստիկանություն քաղաք համատեղ աշխատանքի դեպքում անունը վաստակել անվտանգ քաղաքի անունը վաստակել որպեսզի կարողանա լինի անվտանգ նաև այլ երկրից երիտասարդներ մայրաքաղաքից խոսում ենք հոգևորից խոսում ենք քրիստոնեությունից խոսում ենք համերաշխությունից Էջմիածին այլընտրանք չունի այլ քաղաք լինելու ուղակի այլընտրանք չունի փակվել է վերջացավ գիտես ինչ մի թեմա եմ ուզում այդ վերջակետը քաղաքացին իր քվեով պիտի դնի սա շատ կարևոր է մենք կարող է խոսենք մարդիկ վստահաբար կլայքեն կտարածեն կկիսվեն հատկապես լայքեք ու տարածեք ու կիսվեք սիրելի հայրենակիցներ որովհետև ելի եմ ասում մենք մի պայքարի մեջ ենք մտել, որտեղ Ռոբերտ Քոչարյանի կեղտոտ գումարնաշրջանառության մեջ վաղարշապատ համայնքում բուկլետների ու չգիտեմ ինչերի տեսքով, պաստառների, գովազդային վահանակների տեսքով մենք այստեղ զիջում ենք։ Մենք այդ
օլիգարխիկ շրջանակների գրպանում չենք տեղավորվել ու երբեք չենք տեղավորվի։ Այստեղ ձեր կիսվելը, տարածելը, մեկնաբանություններ գրելը, առաջարկներ ներկայացնելը ամենակարևորը պիտի առաջնայինը լինի եւ ամենակարևորը Շատ կօգնի 10 վայրկյան քվյախցիկում սեփական խղճի հետ մնալն ու ճիշտ ընտրությունը մեզ կօգնի։ Թե չէ մենք կարող ենք խոսել, մարդիկ կարող են այդ ամեն ինչն անել, բայց դա որևէ հնարավորություն մեզ չի տա այնքան ժամանակ, քան դեռ քաղաքացին իր քվեով քեզ այդ լիազորությունը չի տվել։ Ներկայացնել մեր ծրագրերը, քանի որ շատերը Մենք հասնում են։ ես ինչի եմ ուզում կամած փակել հաղորդումը, որպեսզի չհոգնեցնենք նախ մեր հայրենակիցներին։ Մենք էլ ունենանք հնարավորություն գնալու, հանգստանալու քարոզարշավային այս տեմպը պահելու համար պարբերաբար կմտնենք այս ֆորմատով, կշփվենք մեր հայրենակիցների հետ, մեր համակարգացիների հետ, ծրագրային այլ կետեր, այլ առաջարկներ վստահաբար կներկայացնենք։ Մի հաղորդման ընթացքում սա անհնար է։ Սա նաև ցուցիչ է մեր հայրենակիցներին, որ մենք մի հաղորդման մեջ չենք կարողանում 2-3 կետի վերաբերյալ նորմալ քննարկում ծավալել, որ ձեզ էլ հասկանալի լինի, ուր մնաց բակերում հնարավորություն ունենանք ծրագրից խոսելու։ Բակերում ավելի շատ քաղաքական զրույց ենք ունենում, ու դա էլ է նորմալ, սիրելի վաղարշապատցիներ, խորթա ձեր համար գիտեմ, բայց նորմալ է։ Կներեք, էլի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները վաղուց թայֆայական ընտրություններ պիտի չլինեին։ Չլինեին։ Մեզ այդպես են ասել։ Այդ օրենսգիրքը ընտրական, որ փոխում էին եւ կուսակցությունների էին ներգրավում, պարտադիր կուսակցություններով առաջադրում էին պահանջում, դա ինչի համար է։ Որ ընտրությունները քաղաքական լինի։ Ընտրությունները քաղաքական ընտրություններ լինեն։ Ոչ թե թայֆայական, ծանոթ բարեկամի, խնամու։ Սա նաեւ դրա համար է։ Սիրելի հայրենակիցներ, մենք պարբերաբար ձեզ հետ այս ֆորմատով արտակի հետ կշփվենք, հաղորդումներ կնկարահանենք եւ դուք հնարավորություն կունենաք նաեւ մեր տեսլական, մեր պատկերացումների, ծրագրերի եւ համայնքի զարգացման տեսլականի հետ ծանոթանալու։ Կարծում սրանով փակենք, ամփոփենք, անցնենք երևի ունենք 20 քանի օր քարոզարշավի ժամանակահատված։ Այդ ընթացքում պարբերաբար հանդես կգանք, կներկայացնենք, քանի որ էլի ժամանակը սուղ է, որ կարողանանք մի հաղորդման ընթացքում բոլոր ծրագրերը ներկայացնենք։ Արդից կարելի է օգտվել մեր հայրենակիցներին կոչ անել, որպեսզի այն նախընտրական բուկլետները, որ ձեզ հասել է, այդտեղ Facebook-յան էջ կա, դուք կարող եք նաև Հանրապետություն կուսակցության պաշտոնական էջում գտնել այդ տեղեկությունը, թե հաջորդ օրը մեր ծրագրերում ինչ շրջաններ ենք այցելելու, այդ շրջաններում պատրաստվեք սիրելի հայրենակիցներ, մոտեցեք մեզ, ձեր հարցերով, ձեր առաջարկներով, ձեր մտահոգություններով քննարկենք։ Ի վերջո քաղաքացին պետքա ներգրաված լինի քաղաքի կառավարման process-ում։ Առանց դրա անհնար է։ Այո։ Ինչ եմ ես խնդրում ես երկու օր փողոցներում, հատկապես երիտասարդներին։ Ժողովուրդ, անտարբեր մի եղեք, շատերը հոգնել են, բոլորը նույնն են ասում, բոլորը եկել են տարիներ վատն են, որ ով եկել է ժողովրդին խափել, գրփել, չրփել, լափել գնացել է։ Հույսն ու հավատը կորել է։ Սպանել են ժողովրդի մեջ։ Հարուտ, մեր առաջպտի կարգախոսը մեր ինչի ենք ընտրել լավա լինելու, որովհետև այս մարդկանց այնքան են եկել խափել, գնացել, եկել խափել։ Ժողովուրդ ջան, այդ լավա լինելուն իրականում ձեր ծոցից դուրս եկած ձեր սպասելիքները արդարացնող հույսի կարգախոսը, որը պետքա կապեք ոչ թե ինչ որ անձերի հետ, այլ ինքներդ ձեր հետ, քվեարկությամբ, պահանջատիրությամբ։ Կներեք 2018-ին, որ Դիանա Գասպարյանին գնացիք ընտրեցիք, ինչ սկզբունքով ընտրեցիք, վաղարշապատցիներ։ Նիկոլ Փաշինյանի սկզբունքով, չէ՞ որ այդ ժամանակահատվածում, օրինակ ժողովրդի մեջ տարածված խոսքը ՀՇ-ականներին էին ժամանակին վերագրում, ասում էին պոլիփետ լինի, թող ՀՇ-ական լինի։ Հիմա այդ սկզբունքը կարծես թե այն ժամանակ այդպես էր գործելու։ Հասկանում եմ 2018-ին այլ ընտրություն չկար եւ իրականում դա նորմալ էր, որ հեղափոխություն իրականացած ուժի տեխնացուն հաղթեց։ Բայց երկրորդ անգամ ինչի ձայն տվեցիք, ժողովուրդ ջան։ Երկրորդ անգամ ինչի ձայն տվեցիք։ Դուք հասկանում եք, որ ձեր քվեն, ձեր ձայնը եւ ձեր անտարբերությունը նաեւ, ձեր պահանջատիրության բացակայությունը ծնում է հանցանքներ, համայնքի ավերակի վերածվել։ Համաձայն եմ։
Այնպես որ սիրելի հայրենակիցներ, կիսվեք, տարածեք, մեկնաբանեք, առաջարկություններ ներկայացրեք, ակտիվ եղեք, համայնքներում մոտեցեք, մոտենում եք իրականում, բայց ես խմբերով ավելի շատ պատկերացնում եմ քարոզարշավի երկրորդ շրջանը, ավելի ակտիվ փուլը, պատկերացնում եմ այնպես, որ արդեն պետք է համայնքներում խմբերով դիմավորեն, մարդկանց հետ շփվենք ու ամենակարևորը խնդիրները բազմաթիվ են։ Բազմաթիվ, եթե չասեմ բազմահազար։ Ես խնդրում եմ ձեզ խնդիրների հերթականություն սահմանել, առաջնահերթություն սա, որ խնդիրն է ձեր համար ավելի առաջնային, հատկապես գյուղական համայնքներում մենք պետքա քաղաքացիների հետ շփվենք ու հասկանանք խոշորացված համայնքում խնդիրները ինչպիսին են ու ինչ առաջարկ կա հենց քաղաքացու կողմից։ Շնորհակալություն, սիրելի հայրենակիցներ, լավ եղեք, կհանդիպենք ու վստահ եղեք, որ ամեն ինչ շատ լավ է լինելու։ Շնորհակալ եմ էլի սիրելի հայրենակիցներ այս երկու օրվա ձեր ջերմ ընդունելությունների համար նաև քարոզարշավը տևելու է մինչև նոյեմբերի 14-ը, 15-ը լրության օրը եւ 16-ը արդեն։ Հույս ունեմ այդ ընթացքում մենք կլինենք Էջմիածնի բոլոր թաղամասերում անխտիր կշփվենք ամենայն դեպս բոլորի հետ անձնական շփումներ ունենալ, Խոյ համայնքում կլինենք նաև բոլոր 17 գյուղերում կլինենք, 17-18 գյուղերում կլինենք այդ բոլորի հետ քննարկենք, կհասկանանք խնդիրներից։ Ամենակարևորը տեսեք, մեր թիմն ունի քաղաքական կամք, որ քաղաքը շենացնելու, քաղաքը դրախտավայր դարձնելու ոչ միայն խոսքերով, այլ նաև կառավարման բիզնես ծրագրեր առաջարկելու ցանկությունից զատ նաև դրա փորձն ունի։ Այդ պիտի շատ հաշվի առնեք։ Ոչ թե ռուսական մյուս գուբերնիայի կողմնակիցների պես գան, այ ձեր ցավը տանեմ, այն իմ աղբերն է, իմ քավորն է, իմ խնամինը, մենք իշ կապ ունենք Քոչարյանի հետ, Պուտինի հետ, սրա հետ, մենք եսին որ կուսակցություն ենք, չէ ժողովուրդ, բոլորին ուշադիր եղեք, Հարութը շատ ասե այդ ամեն ինչը։ Բոլորին ասեք, այո, ձեզ ենք ընտրելու։ Էջմիածինը փոքր քաղաք է։ Խնդիրների, պրոբլեմների ոչ մի բանի մի գնացեք։ Այն 10 վայրկյանը, որ ունենալու եք ընտրախցիկում, այդ քվյախցիկում, դուք որոշեք ձեր ու ձեր երեխաների համար, Քավորի, Սանիկի, Պողոսի, Պետրոսի համար մի որոշեք։ Դուք անձամբ ձեր ու ձեր երեխաների ապագայի համար քվյարկեք։ Այո։ Լավ եղեք, լավ ալնելու։